Ռուսաստանի և Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև հարաբերությունները ցուցաբերել են դիմակայություն արտաքին ճնշման նկատմամբ, և երկու երկրներն լիովին անցել են իրենց ազգային արժույթներին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարվա արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական հարաբերությունները մեծ խթան են ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի արդյունավետ դիվանագիտության շնորհիվ, այդ թվում այցելությունների փոխանակումների միջոցով։ Արտաքին ճնշման ներքո Մոսկվայի և Պեկինի միջև գործնական համագործակցությունը ցուցաբերել է դիմադրողականություն և փոխադարձ կարգավորումները լիովին անցել են իրենց ազգային արժույթներին, ասվում է հայտարարության մեջ։ Արևմտյան երկրները պատրաստվում են ռազմական գործողությունների, հայտարարել է Բելարուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։ Պաշտոնյան նշել է, որ իրավիճակը կարելի է բնութագրել որպես լարված և արմատականացման հակված։ Դրա մասին են վկայում ի թիվս այլ բաների Բելարուսի հարևան պետությունների գործողությունները, որոնք չեն գիտակցում ռազմական լարվածությունը նվազեցնելու միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Հարևան երկրների ղեկավարների գործողությունները ցույց են տալիս, որ ի դեպ նրանք դա չեն թաքցնում։ Ամենուր ասում են՝ մենք պատրաստվում ենք պատերազմի։ Մենք կարծում ենք, որ դրանք դատարկ խոսքեր չեն։ Սա քաղաքական գործիչների կողմից ինչ-որ բլեֆ չէ, ասել է նա։ Վերջինս վստահություն է հայտնել, որ արևմտյան պետությունները իսկապես պատրաստվում են հնարավոր հակամարտության։ Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են պարզեցնել վիզայի ընթացակարգերը երկու երկրների ձեռնարկատերերի և գործարար շրջանակների համար։ Համապատասխան գերատեսչությունները քննարկում են այս հարցը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Նյու Դելիում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Սոբոլևը։ Ձեռնարկատերերի և համատեղ նախագծերի մասնակիցների համար վիզայի ընթացակարգերի պարզեցումը կարող է զգալիորեն մեծացնել գործարար շփումների ինտենսիվությունը, ասել է նա։ Վերջինիս խոսքով համապատասխան գերատեսչությունները ներկայումս քննարկում են այս հարցը առևտրի, ներդրումների և զբոսաշրջության ոլորտով համագործակցության զարգացման համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու համատեքստում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեկտեմբերի 28-ին կմեկնի Միացյալ Նահանգներ, Ուկրաինայում խաղաղության բանակցություններ վարելու համար, հաղորդում է Կիև Փոստը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Նրանց տվյալներով առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի Ֆլորիդա նահանգի Մարա-ա-Լագո քաղաքում գտնվող նստավայրում, իսկ Կիևի ռեժիմի ղեկավարությունը սկսել է ԱՄՆ այցի նախապատրաստական աշխատանքները։ Ուկրաինայի հարցում ԱՄՆ Եվրոպա փոխգործակցությանը մասնակցող արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան անանուն մնալու պայմանով հրատարակությանը հայտնել է, որ կարգավորման բանակցություններում մանրամասների մակարդակը ավելի բարձր է, քան նախկինում, սակայն մի շարք կետեր դեռևս մարտահրավեր են մնում։ Դրանք նրա խոսքով ներառում են անվտանգության երաշխիքներ, հնարավոր խաղաղության համաձայնագրի իրականացման մոնիթորինգ և Ռուսաստանի իրավական պարտավորություններ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտի ինչպես կազմակերպել զրույցը իր ռուս գործընկերոջ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործ նախարար Սերգեյ Ռյաբկովը Ռոսիա 1 հեռուստաալիքով հեռարձակվող 60 րոպե հաղորդման հետ հարցազրույցի ժամանակ։ Եթե Մակրոնն ունի ասելիք, եւ դա իսկապես ազդանշան է, նա եւ նրա օգնականները գիտեն, թե ինչպես փոխանցել այն եւ ինչպես կազմակերպել նման զրույց Պուտինի հետ, նշել է դիվանագետը։ Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ Եվրոպան կարող է օգուտ քաղել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության վերսկսումից։ Միևնույն ժամանակ Մակրոնը ընդգծել է, որ նման շփումները պետք է լինեն համակարգված եւ լիովին թափանցիկ։ Մեկնաբանելով իրավիճակը, Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության իր արտասահմանյան գործընկերոջ հետ։ Վաղ շաբաթ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին եւ դրա շուրջ ծավալված իրադարձություններին նա մասնավորապես ասել է. նախաքննության գաղտնիությունից ելնելով այսքան ժամանակ լուր հետևել եմ իմ հասցեին տարվող հերյուրանքներին եւ դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին։ Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ ամանորին այն ընտանեկան ջերմտնոլորտում նշելուն։ Տոներից հետո խոստանում եմ խոսել հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին, իսկ մինչ այդ շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս, նշել է վաղաշաբաթի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ Ադրբեջանից վրացական երկաթուղով դեպի Հայաստան բեռների տարանցման նախնական գինը համեմատաբար բարձր, ոչ մրցակցային է համարվել, բայց ներկայումս քննարկումները դեռ շարունակվում են։ Մի կողմում վրացական երկաթուղային ընկերությունն է, մյուս կողմում հացահատիկ կամ բենզին ներմուծող ընկերություններն են։ Բնականաբար պետք է բանակցեն, գտնեն լավագույն տարբերակը, ասել է նախարարը, նշելով, որ այդ հարցերով ինքը չի զբաղվում։ Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով վրացական երկաթուղու տարանցման սակագնի հետ կապված խնդրին, ասել էր, որ եթե հարցը չկարգավորվի, ապա դրամաբանորեն տնտեսվարողները այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը եւ արտահանումը ապահովելու համար։ Պապոյանն այսօր փակագծեր է բացել այդ այլընտրանքի մասին։ Իմ կարծիքով շատ լավ ժամանակ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային սահմանը բացվի եւ այն, ինչ երկաթուղով գալիս է մինչեւ Հայաստանի սահման եւ այդտեղից մուլտիմոդալ եղանակով տեղափոխվի դեպի բեռնատարներ եւ Հայաստան-Ադրբեջան ցամաքային սահմանով գա։ Ես կարծում եմ, որ դրան խանգարող ոչ մի հանգամանք չկա եւ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Իմ տպավորությամբ բիզնեսներն էլ են պատրաստ դրան, ընդգծել է նախարարը։ Պապոյանն ասել է նաեւ, որ եթե ադրբեջանական կողմը պատրաստ լինի, կարող են այդ եղանակին անցնել։ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը Գարիկ Գալեյանը ազատ է արձակվել, տեղեկությունը փոխանցել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ Գալեյանը հայտարարել է նոր տարուն եռաբլուրում եմ լինելու։ Գալեյանն այսօրվանից լիակատար ազատության մեջ է, խափանման միջոցի 1.5 տարին լրանալուց հետո նա ազատ է արձակվել, ասել է փաստաբանը։ Նա ընդգծել է նաև, որ Գալեյանի ու մյուս զոհերի ծնողների կամքն ու հաստատակամությունն ավելի ամրացել, եւ նրանք շարունակելու են պայքարել, որ իրենց որդիների սպանության մեջ մեղավոր քրեական պատասխանատվության ենթարկվի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին եւ 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Կազմակերպության տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ եւս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը եւ պահման պայմանների գնահատումը, նշել է Ամատունին։ Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։ Նախորդին հայտնի էր դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Պեկ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին դատարանը կալանքի չտարավ։ Այս մասին գրել է Առնլուրը։ Օրեր առաջ վաղ առավոտյան ինտենսիվ գործողություններ էին նախաձեռնվել քննչական մարմինների կողմից եւ պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին երկու տեղակալների վերաբերյալ ձերբակալման որոշումներ էին կայացվել։ Հետագայում պարզ դարձավ, որ խոսքը չէր վերաբերում պարզապես ձերբակալումներին, այլ Վախթանգ Միրումյանը եւ Սամվել Ավետիքյանը ձերբակալվել էին կալանքի միջնորդություն ներկայացնելու նպատակով։ Ըստ նրանց մտերիմների ակնհայտ է, որ տևական ժամանակ եւ որևէ անհատականացնող մեղմացնող հանգամանքներ հաշվի չեն առնվում։ Ինչպես օրինակ, որ երկու անձինք նախկինում երբեք արատավորված չեն եղել, դրական են բնութագրվում, ունեն ընտանիք, թոռնիկներ։ Առնլուրեյեմի աղբյուրների փոխանցման Վախթանգ Միրումյանը եւ Սամվել Ավետիքյանը ձերբակալվել եւ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դեռևս 2018 թվականին քննված ավարտված գործով։ Միշտ հասանելի են եղել քննական մարմինների համար եւ արդյունքում դատարանները մերժել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։ Միջազգային պարբերականները նկատում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը գնում է դեպի անկում։ Բրիտանական հրատարակությունը Փաշինյանին անվանել է բռնապետ, որը հալածում է եկեղեցուն եւ համագործակցում է Ադրբեջանի հետ։ Տելեգրաֆը հաղորդել է, որ Հայաստանի arczepiskopոսների կեսը ձերբակալվել է։ Բրիտանական հեռարձակողի եթերում լրագրող Թիմ Սթենլին եւ քահանա Բենեդիկտ Քիլին քննարկել են հայկական իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ կիրառվող ճնշումները։ Պոդքասթի հյուրը անկեղծորեն հայտարարել է, որ վարչապետը համագործակցելով Ադրբեջանի հետ եւ տարածքներ հանձնելով իրեն դրսեւորում է որպես համագործակից եւ նրա դեմ բողոքող arczepiskopոսների ձերբակալությունները բռնապետական մեթոդների ապացույց են։ Now the Prime Minister of Armenia seems to be some sort of quizzling of some kind, cooperating with the Azerbaijanis, giving up territory and arresting bishops who are protesting. A half of local archbishops are now in prison in that country. Because they're protesting against, he's effectively a dictator. There's going to be an election, I believe, in a year or so, but who knows if it will happen.
Ադրբեջանը եւ Թուրքիան առիթը բաց չեն թողնում Հայաստանին տնտեսական կախվածության մեջ գցելու։ Այս մասին Եվրամեդիա 24-ի ստատուս քվո հաղորդման ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը։ Եթե մենք Ադրբեջանից նավթ ենք առնում, ուրեմն փող ենք տալի Ադրբեջանի բյուջեին։ Ուրեմն այդ նավթի չափով էլ Ադրբեջանը մեզնից ինչ-որ բան պետք է առնի։ Բայց ես վստահ եմ, որ այդ բաները չեն պահպանվի, որովհետև գործող իշխանությունները թույլ են Ադրբեջանի դեմ։ Իրանք չունեն, դիմակ չունեն Ադրբեջանի հետ տետատետ հավասարի խոսելը եւ բացի դա էլ ավելի շատ պոպուլիզմով են տառապում։ Իդեպ այդ նավթամթերք, որ եկել է կամ ծորեն որ գալիս Ադրբեջանով, դադարե 20 թվականի նոյեմբերի 9-ի երակող համաձայնագրի 9-րդ կետն է կատարվում ընդամենը 5 տարի ուշացում։ Մտնելից, որտեղ շուկա են մտնում ընկերություններ, որոնք առաջ բենզինի առևտրով չէին զբաղվել, Սուքիասյանները եւ բաները, Ալեքսանյանները, մի քիչ պիտի էժան մտցնեն, հետո կգան ու ինքինը կկանգնի։ Էլի կգան ու ինքինը ինչպես Վրաստանը։ Որտեղ աննարին է Ադրբեջանից գնել բենզին, որը ինքը բենզին ներմուծող է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մենք չենք կարող Ադրբեջանից ավելի էժան գնել, քան թե ԵԱՏՄ-ից։ Ի վերջո այդպես է։ ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ վարչապետի թեկնածու է վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Այս սովորական ընտրություն չէ, խորհրդարան մտնելու խնդիր չէ։ Մեր երկիրը գտնվում է վտանգավոր ինքնիշխանության կորստի փուլում։ Մենք կորցնում ենք մեր պետականությունը եւ այս փուլում բոլոր նրանք, ովքեր խորհրդարան մտնելու խնդիր են դնում, նպաստում են իշխանության վերարտադրմանը։ Մեր խնդիրը շատ ավելի հավակնոտ է, մեծ խնդիրը շատ ավելի մեծ է։ Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մեջ առավելագույնը կազմելու մեծ դաշինք, որով հնարավոր լինի երկիրը փրկելու, նշել է Արամ Մանուկյանը։ Եվրամիությունը ինքը պետք է շահագրգռված լինի Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Օբյեկտիվորեն Եվրամիության շահերից է բխում Վրաստանի հետ առողջ հարաբերությունների վերականգնումը։ Երբ դա չի արվում, մենք կարող ենք տրամաբանորեն եզրակացնել, որ եվրոպական բյուրոկրատիան չի գործում ինքնիշխանորեն եւ չի համապատասխանում Եվրամիության եւ եվրոպական հասարակության շահերին, ասել է Կոբախիձեն։ Վարչապետի խոսքով Վրաստանը միակ երկիրն է, որը Սև ծովի միջոցով Կենտրոնական Ասիայի պետությունները կապում է Եվրոպայի հետ։ Վերջինս նշել է, որ աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով Բրյուսելը պետք է մուտք գործի նոր շուկաներ։ 2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքը, որից հետո երկրի հարաբերությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Եվրամիությունը կարիք չունի լիովին անկախանալու Միացյալ Նահանգներից։ Չնայած նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս պաշտպանական քաղաքականությանը, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Եվրոպան ավելի մեծ պատասխանատվություն կստանձնի պաշտպանական ծախսերի ավելացման համար։ Այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ նպատակը Վաշինգտոնի հետ համատեղ պաշտպանական ծախսերի ավելացումն է։ Տրամաբանական է, որ մենք աստիճանաբար ավելի մեծ պատասխանատվություն կստանձնենք Եվրոպայի պաշտպանության համար, բայց Միացյալ Նահանգների հետ միասին, որը լիովին նվիրված է ՆԱՏՕ-ին, մնում է դաշինքում եւ մնում է Եվրոպայում, հայտարարել է Ռյուտեն։ Բրյուսելն այլևս բելգիական քաղաք չէ։ Այս մասին հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Նա իր տեսակետները հայտնել է X սոցիալական մեդիա հարթակում։ Ձեռնարկատերը մեկնաբանել է բլոգեր Մարիո Նաուֆոլի գրառումը, որը հրապարակել էր Բելգիայի մայրաքաղաքում ապրող երեխաների վերաբերյալ վիճակագրությունը։ Այս տվյալների համաձայն Բրյուսելում անչափահասների մոտավորապես 3/4-ը ներկայումս ոչ եվրոպական ծագում ունի։ Բելգիայի մայրաքաղաքն այլևս բելգիական չէ, գրել է Մասկը։ Ուկրաինայի կառավարությունը 1 տարով երկարաձգել է Ռուսաստանից ապրանքների ներմուծման արգելքը։ Այս մասին հայտարարվել է Ուկրաինայի կաբինետի կայքում հրապարակված 2 հրամանագրերում։ Մի փաստաթղթի համաձայն որոշակի ռուսական ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգվում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Երկրորդ բանաձևով նույն ժամանակահատվածով երկարաձգվում են Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա դրված մաքսատուրքերը։ Հրամանագրերն արգելում են Ռուսաստանից Ուկրաինա մսի, ձկան սուրճի, թեյ, շոկոլադի եւ այլ հրոշակեղենի ներմուծումը։ Ավելին, արգելվում է հանրապետություն մուտք գործել արդյունաբերական ապրանքների մի շարք տեսակներ, պարարտանյութեր, տրանսպորտային միջոցներ, կենդանիների կերեր եւ այլ ապրանքներ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Մենք խստորեն կոչ ենք անում մեր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Գերմանիա այցելությունից, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։ Համապատասխան առաջարկությունները հրապարակվել են նախարարության եւ նրա արտասահմանյան առաքելությունների պաշտոնական կայքերում։ Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան. Նրա խոսքով սա կարող է օգտակար լինել նաև Գերմանիա գործուղման մեկնած լրագրողների համար, քանի որ կան խնդիրներ։ Ըստ հունական մամուլի Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի հարաբերությունները բարձրացվում են նոր ռազմավարական մակարդակի։ Նիկոսիայում կողմերի միջև ստորագրվել է համատեղ գործողության ծրագիր եւ Աթենք-Երուսաղեմ համագործակցության ծրագիր։ Թուրքական աղբյուրն այդ համաձայնագիրը որակել է որպես Թուրքիայի դեմ ռազմավարական համաձայնագիր։ 2026 թվականի ռազմական նոր համագործակցության ծրագիրը ներառում է հակաօդային պաշտպանության սարքեր, էլեկտրոնային պատերազմ, համատեղ վարժանքներ եւ հրթիռային նորագույն համակարգեր։ Այդ համաձայնագրից հետո ակնկալվում է, որ տվյալ երկրները կստանան լիակատար գերիշխանություն եւ վաղ նախազգուշացման առավելություն Եվրոս գետից մինչեւ Մերձավոր Արևելք ձգվող տարածաշրջանում։ Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները կմասնակցեն Հունաստանում կանալիք միջազգային օդային զորավարժություններին։ Հունաստանը նաեւ նախատեսում է մասնակցել Իսրայելի գլխավորված Նոբել Դինա 2026 զորավարժություններին ֆրեգատներով, սուզանավերով եւ կործանիչներով։ Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հայտնի է, որ տարիների ընթացքում մեծ գործեր է արել Ադրբեջանի քաղաքացիների, նրանց բարեկեցության եւ անվտանգության համար, ցուցաբերելով վճռականություն եւ արժանապատվություն ամենադժվարին իրավիճակներում եւ կատարել եք ձեր արժեվ դրված խնդիրները, գրել է Կադիրովը։ Չեչնիայի ղեկավարը նաեւ նշել է, որ Ալիևի փորձը կօգնի իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են ադրբեջանցի ժողովրդի բարօրությանը։ Սիրիայի բնակչության 2/3-ը ավելի քան 16 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, հաղորդում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը։ Սիրիայի մարդասիրական կարիքները շարունակում են մնալ չափազանց բարձր։ 16.5 միլիոն մարդ կամ բնակչության գրեթե 2/3-ը դեռևս օգնության կարիք ունի, ասվում է հայտարարության մեջ։ Կրթության վերաբերյալ 2.5 միլիոն երեխա դեռևս դպրոց չի հաճախում եւ դպրոցների 40%-ը չի գործում, հայտնել է գերատեսչությունը։ Այն նշել է, որ Սիրիայում պայթուցիկ նյութերի բարձր մակարդակը նույնպես լուրջ սպառնալիք է մնում բնակչության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր դիվանագիտական ջանքերին չնայած խաղաղության ուղղությամբ արագ առաջընթացը դեռևս դժվար է եւ 2026 թվականը հավանաբար կլինի մարտերի տարի։ Նման կարծիք է հայտնել գերմանական Bild թերթի ռազմական մեկնաբան Ջուլիան Ռյոպկեն։ Նրա խոսքով Դոնբասի շրջանը 2026 թվականին կմնա ռուսական բանակի հիմնական ուշադրության կենտրոնում։ Նա կանխատեսում է, որ ռուսական զորքերը կհարվածեն ուկրաինական զինված ուժերի պակաս պաշտպանված տարածքներին։ Հրատարակությունը կանխատեսում է, որ Զապորոժիայի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի հարավային շրջաններում ռուսական բանակը կարող է հարձակվել փոքր քաղաքների վրա, մինչդեռ Զապորոժիայի եւ Պավլոգրադի նման խոշոր քաղաքները կարող են մեկ տարվա ընթացքում մոտենալ անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու հասանելիությանը։ Միևնույն ժամանակ Մոսկվան կշարունակի ճնշում գործադրել Խարկովի եւ Սումիի մարզերի սահմանային տարածքների վրա, ընդլայնելով բուֆերային գոտին, նշել է պարբերականը։ Նիգերը հակադարձել է, արգելելով ԱՄՆ քաղաքացիների համար վիզաների տրամադրումը, հաղորդում է նիգերական AMP լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ Նիգերը լիովին եւ մշտապես արգելում է վիզաների տրամադրումը ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար եւ անորոշ ժամանակով արգելում է ԱՄՆ քաղաքացիների մուտքը իր տարածք։ Գործակալությունը մեջբերում է աղբյուրի խոսքերը։ Նշվում է, որ արգելքը սահմանվել է Վաշինգտոնի կողմից Նիգերը այն երկրների ցանկում ներառելու որոշմանն ի պատասխան, որոնց քաղաքացիների երկրի մուտք գործելու վիզա չի տրամադրվի։
Տարիներ շարունակ ձևավորված հուսալի եւ բազմակողմանի խոսք, անվերապահ վստահություն եւ կայուն լսարան։ Մեդիա ոլորտում կարևոր ճանապարհ անցած International Media Holding-ը, որի մաս են կազմում Եվրոմեդիա 24, միջազգային հեռուստաընկերությունն ու լուրերկոմ լրատվական կայքը, տոնեց իր ծնունդը, մեկ հարկիտակ հավաքելով հայ ժողովրդի արժանի անհատների։ Միջոցառումը նշանավորվեց կարևոր պահով։ Այդ օրը մրցանակներ հանձնվեցին արվեստի, առողջապահության, իրավունքների պաշտպանության, տնտեսագիտության, մանկավարժության եւ այլ տարբեր ոլորտներում նշանակալի ավանդ ու բացառիկ ձեռքբերումներ ունեցող հայտնի անձանց, որոնց գործունեությունը տարիների ընթացքում թողել է տեսանելի ու ազդեցիկ հետք։ Մրցանակները հանձնեց International Media Holding-ի հիմնադիր նախագահ Արման Վարդանյանը։ Մարդուն պայքարը ոչ միայն գործողություններով է բնութագրվում, այլև իր կամային համառությամբ, հավատով եւ սկզբունքներով։ Նրա ընտանիքը հայրենի հողին շատ բան է տվել՝ արվեստ, մտածողություն, ձև եւ մշակույթ, բայց որ ամենակարևորն է տվել իր հայրենիքի հող ու լեռի պահապաններ Արցախյան ազատամարտի տարիներին Դավիթ Ամալյանի դեմքով, իսկ ավելի ուշ որդու պատերազմում նահատակված հերոս Վարդան Ամալյանի դեմքով։ Մեր խոնարհումը Վարդան Ամալյանի եւ հայրենիքի համար ընկած բոլոր հերոսների շիրիմներին։ Համեցեք, պարոն Ամալյան, ստանալու ձեր մրցանակը։ Պայքարի էտալոն։ Սիրելի հայր, մենք ցավոք այսօր ունենք արձակուրդ գնացած պետություն եւ քանի որ պետությունը դեռ այդ վիճակում է, մենք բոլորս անկախ մասնագիտություններից բոլորս մարտական ընկերներ ենք։ Երեք այդ մարտական ընկեր լինելու բացահայտ օրերից մեկն էր։ Ուզում եմ ծափահարենք երեկվա օրվան։ Եվ շնորհակալություն հայտնելով Եվրոմեդիա 24-ին համակարգող մեդիադաշտին, ուզում եմ բոլորիս մաղթել եկող տարի պետությունը արձակուրդից վերադառնա եւ մենք բոլորս զբաղվենք մեր գործերով, իսկ մարտական գործերով զբաղվի միայն բանակը եւ հաղթական բանակը այս անգամ։ Աստված առաջ։ Բարձր ծափահարություններով հիմա ելույթ կունենա Դավիթ Ամալյանը։ Շնորհակալ եմ ես մարդկանցից, տնից, տեղից, ընտանիքից։ Շնորհակալ եմ ինձ կյանք տված իմ հարազատ ծնողներից, շնորհակալ եմ արյունակից, քույրերից ու եղբայրներից, շնորհակալ եմ իմ տղերքից, իրենց, մորից ու իմ կեսից, բարեկամից, հարազատից եւ վերջապես հարևանից, շնորհակալ եմ ինձ ապրեցնող ացական ընկերներից, շնորհակալ եմ հաց ու ջրից, հող ու քարից, ծիլ ծաղկունքից, գարնան պտունցով կանաչից, աշնան գունեղ խարդավանքից, ձմռան ջերմակ արծաթ փայլից, ամռան ջերմ ու շիտակ խաղից։ Շնորհակալ եմ սիրով լեցուն, գիշերվա խոր լռությունից եւ ցերեկվա ոչինչ չասող, բայց գործնական բթությունից։ Շնորհակալ եմ այս ամենից, այս ամենը հորինողից, ապրել կոչվող փուչ ներկայից, փուչն էլ սիրով լցնող կյանքից։ Շնորհակալ եմ, սիրելի հայր, Աստված առաջ, լավ լինելու համար, իմ դեպքում։
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Պաշտպանության նախարարության N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը նույն զորամասի պահեստապետի հետ նախնական համաձայնությամբ իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով խմբով կատարել են խոշոր չափերի դիզելային վառելիքի հափշտակություն։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը չի մուտքագրել պահեստ, այլ այն վաճառելու եւ գնորդ գտնելու նպատակով դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին, որից հետո նշված վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել եւս 2 տոննա դիզելային վառելիք դարձյալ վաճառելու նպատակով, սակայն խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել եւ տեղափոխվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Հափշտակության եւ դրա փորձի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերով եւ 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին եւ պահեստապետին։ Մեղադրանքներ են ներկայացվել նաեւ դասակի հրամանատարին եւ վառելիքի գնորդին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Բաքվի դատարանում վերջին խոսքով հանդես են եկել ապօրինաբար գերեվարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Լևոն Մնացականյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը։ Նրանք չեն ընդունել իրենց վերագրվող եւ ոչ մի մեղադրանք։ Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման նկատմամբ սահմանվել է ժամանակավոր 6 ամսյա արգելք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Ժամանակավոր արգելքը կկիրառվի ցորենի, մեզնինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ։ Նշվում է, որ այս ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6-ից։ ԱՄՆ պատերազմի նախարարության զեկույցները միտումնավոր խեղաթյուրում են Չինաստանի պաշտպանական ռազմավարությունը եւ օգտագործվում են որպես գործիք Չինաստանի երրորդ երկրների հետ հարաբերություններում տարաձայնություններ հրահրելու համար։ Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցյանը։ Այս ամերիկյան զեկույցը խեղաթյուրում է Չինաստանի պաշտպանական քաղաքականությունը եւ տարաձայնություններ է հրահրում այլ երկրների հետ հարաբերություններում, ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Պենտագոնի զեկույցները նաև պատրվակներ են տալիս ամերիկյան ռազմական գերիշխանությունը պահպանելու համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը պետք է բաղկացած լինի ընդամենը 1 կետից։ Խնդրանք չվերցնել իրեն հանձնվելուց հետո։ Այս կարծիքը Tsargrad.TV-ին հայտնել է քաղաքական մեկնաբան Անդրեյ Պինչուկը։ Սա նաև տրամաբանական հարց է առաջացնում, հետո ինչ կլինի։ Եթե Ռուսաստանը չստորագրի այս խելագար ծրագիրը, ապա ինչ կարող է լինել։ Ուկրաինան պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, ամբոխներով շարժվում է դեպի Մոսկվա, ասել է փորձագետը։ Զելենսկու ծրագրի կետերը հնչեցվում են հարձակվող կողմի տեսանկյունից, այն կողմի, որը կարող է սպառնալիք ներկայացնել իրենից, տարակուսանքով հավելել է նա։ Եղանակը առաջիկա օրերին։ Դեկտեմբերի 26-ին 27-ի գիշերը 29-ից 3-ն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային եւ նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, դեկտեմբերի 27-ին 29-ից 30-ն առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից 30-ն աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։